Անդրկովկազի այն ազգը, որը շուտ կազմավորվի եւ ստեղծի կանոնավոր բանակ, ունենա ռեալ ուժ, նա իսկապես հնարավորություն կունենա տնօրինելու իր բախտը, կապահովի իր հզորությունը, իր իշխանությունը եւ կապահովի իր ժողովրդի համար խաղաղություն եւ հնարավորություն հետագա տնտեսական բարեկեցության։ Նորից նույնն է բանալին։ Արցախի հարցի լուծում ուժ, որը պիտի լինի բանակի միջոցով։ Բանակն է այդ ուժը։ Բանակի ստեղծումը նոր չի սկսվել, բայց մենք մտնում ենք մի նոր փուլ կանոնավոր բանակ ստեղծելու ձգտումով։ Դրան է նպաստելու այս զինակոչը, երբ որ մենք հավաքում ենք մեր 18 տարեկան տղաներին, եւ նրանք լավ մարտիկներ կլինեն, նրանք լավ կպատրաստվեն, եւ այդ բանակը ապահովելու համար մեզ պետք է նաեւ սպայեր։ Ամեն մի բանակի կարևորագույն մասը դա սպայական անձնակազմ է, առանց սպայերի գոյություն չունի բանակ։ Եվ դրա համար մենք զորակոչում ենք նաեւ պահեստային սպայերին այդ բանակը կազմավորելու համար։ Կանոնավոր բանակը ստեղծելիս մենք պետք է չմոռանանք նաև մեր ֆիդայիններին։ Մեր տղաներին, որոնք որ 88 թվից անձնազոհ ձևով պայքարել են եւ Արցախում եւ մեր սահմաններում պաշտպանելով մեր ժողովուրդը։ Նրանք արյուն են թափել այդ գործը առաջ տանելու համար։ Ճիշտ է, ֆիդայական շարժմանը միացան նաև տարբեր մարդիկ, որոնք հետապնդում էին այս կամ այն խմբավորման կամ անձնական շահեր։ Դրանք դուրս կվռնդվեն։ Եվ մենք շատ խիստ կլինենք այդ ուժերի հետ։ Ոչ մեկը թույլ չի տա ապակայունացում հանրապետությունում, ոչ մեկը թույլ չի տա զենքի միջոցով լուծել անձնական հարցեր։ Բայց այն ֆիդայական տղաները, որոնք իրանց արյունը թափում էին հայրենիքի համար, մենք նրանք կհանդիսանան մեր բանակի հիմնական կորիզը։ Մենք նրանց վրա պիտի հենվենք։ Սպայական կազմ, ֆիդայականություն եւ 18 տարեկան տղաներ։ Բանակի կազմավորումը ապահովելու համար մենք կտրուկ բարձրացրեցինք կառավարությունը, հանրապետության նախագահան կտրուկ բարձրացրեցին աշխատավարձը եւ հիմա արդեն զինվորականների աշխատավարձը ինչքան ես գիտեմ պետական ծառայության մեջ գտնվողների հետ համատած ամենաբարձր աշխատավարձն է ստանում։ Եվ դա արդարացի է։ Մյուս կողմից մենք ստեղծում ենք պատժիչ մեխանիզմները, զինվորական դատախազությունն է ձևավորվում, զինվորական տրիբունալը եւ ոչ մի հանցագործություն զինվորականների կողմից անպատիժ չի մնա։ Երկուսն էլ պետք է լինեն, եւ խրախուսել, եւ պատժել, եւ երկուսում էլ մենք կլինենք հետևողական եւ զիջում չենք ունենա։ Բայց մի բան էլ է պետք հասկանալ, որ միայն բարձր աշխատավարձով, միայն հետևողականորեն պատժիչ ձևերը կիրառելով բանակ չի ստեղծվի։ Մեծ նշանակություն ունի բարոյականությունը, անբարոյականությունը, որը դրված է մեր ժողովրդի մեջ, այն վերաբերմունքը, որը կա բանակի նկատմամբ։ Զինվորական լինելը պիտի լինի ամենապատվաբերը Հայաստանում։ Զինվորական ծառայությունից խուսափելը պիտի լինի ամենաամոթալիցը։ Մենք այդ վիճակում չենք, բայց այդ վիճակին պետք է հասնենք, եւ եթե միայն այդ վիճակին հասնելով մենք կկարողանանք ստեղծել բանակ, որը միակ երաշխիքն է մեր ապագա բարգավաճմանը։ Եվ այդ հարցով պետք է զբաղվեն արդեն ոչ միայն զինկոմները, ոչ միայն դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը, դա մեր համաժողովրդական պարտքն է։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ բանակն է իր ապագայի երաշխիքը։ Դեռ երկար ժամանակ բանակն է լինելու այդ երաշխիքը։ Կար ժամանակներ, երբ որ մենք հզոր ազգ էինք, պատմական հզոր թաթերաբեմում մենք կանգնած էինք որպես հզոր կեպի ռազմական արդյունաբերություն, որ սպառազինությունների մի մասը արտադրվի տեղում։ Եվ երկրորդ հարցը սպաների հետ կախված, ինչ ընթացք ունի այժմ, եթե բանակցություններ տարվում են իհարկե,
հայկական սպաների վերապատրաստման եւ որակավորման մասին Ռուսաստանում կամ որևէ այլ երկրում։ Իհարկե այն տեխնիկական միջոցները, որ թողվել են Հայաստանին, բավարար քանակությամբ չեն, նամանավանդ մի զգալի մասը նրա հնացած է եւ շուտ է շարքից դուրս գալիս։ Լրացնելու մասին, այդ տեխնիկան լրացնելու վերաբերյալ դուք հարցրեցիք, թե մեր ռազմաարդյունաբերական համալիրը իր վրա կվերցնի այդ դա։ Բնական է, որ այն ամբողջ տեխնիկան, որը պետք է Հայաստանին, մեր Հայաստանի արդյունաբերությունը չի կարող արտադրել։ Բայց ինչ որ բաներ կարող է արտադրել, փոխանակել ուրիշներից մեկ ուրիշ մաս ստանալ, այնուամենայնիվ ռազմական արդյունաբերությունը մեր Հայաստանի զգալի դեր ունի կատարելու այն բացերում, որոնք որ կան մեր զինվածության մեջ։ Ինչ վերաբերում է սպայերի նախապատրաստելու հարցում, մենք ըստ պայմանագրի Ռուսաստան ենք ուղարկում տասնյակ մարդկանց, որոնք որ սպայական տարբեր վարժարաններ ավարտելուց հետո պետք է ծառայեն Հայաստանում, ես ասեմ, որ դա շատ սուղ են ասում, բավականին թանկ է այդ ուսումը։ Բացի դրանից հիմա Հայաստանում մենք նաև ուզում ենք բացենք որոշ ուսումնարաններ, որպեսզի այստեղ պատրաստենք այդ սպայերին։ Ըստ որում մենք մեծ հույս ունենք, որ այն տղաները, որոնք որ ֆիդայական շարժման մեջ մասնակցել են պատերազմում եւ ունեն համապատասխան փորձ, բարձրագույն կրթություն, 6-7 ամիս պարապելուց հետո նրանք կարող են ստանալ արդեն նախնական սպայական կոչումները եւ ծառայեն մեր բանակում։ Ուրիշ երկրների հետ նույնպես, բայց արևմուտքի երկրներում մենք հնարավորություն ունենք 1, 2, 3 փոքր քանակությամբ մարդկանց կարող ենք ուղարկել, դա չի կարող դառնալ մեր սպայական կազմը համալրելու մեծ նշանակություն չունենա, բայց էլի նշանակություն ունի ինչ-որ չափով։ Շնորհակալություն։ Առաջին խոսափող Թորգոմ Նալբանդյան, Հանրապետական։ Պարոն նախարար, 3 հարց, բայց բոլորը իրար հետ մի հարց են կազմում։ Նախ հաղթանակի մասին, որ դուք ասեցիք, ձեզ որն էր հաղթանակը, ազատագրել այն բոլոր տարածքները, որտեղ հայեր են ապրում, մինչև Ղարաբաղյան շարժումը սկսումը եւ հետո պաշտպանվել այնքան, մինչև թշնամին քաշտվի այն մտքի հետ, որ անկարող է հաղթել։ Ըստ ձեզ ինչքան կտևի այդ սպասելը, պաշտպանվելը, սա որպես առաջին հարց։ Հետո երկրորդը ռազմաարդյունաբերական համալիրի մասին է ես ուզում հարցնել, դուք որոշ չափով պատասխանեցիք այդ հարցին, բայց այսօր ինչպես է վիճակը Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում եւ երրորդ հարցը հաղթանակի հասնելու համար մեծ նշանակություն ունի բարոյահոգեբանական իրավիճակը Հայաստանում եւ այսօր այն երևույթը, որ հայտնվել է Հայաստանում եւ կոչվում է մեր լրագրողների ջանքերով բլեյանիզմ, ինչպես է անդրադառնում դրան, օրինակ ես գիտեմ Ղարաբաղում եւ Հայաստանում կռվող ջոկատների շատերի մոտ Բլեյանի այցը Բաքու եւ այս բոլոր խոսակցությունները առաջացրել են ծախվածության զգացում, ես դա եւ մարդիկ արդեն չեն ուզում կռվել, որովհետեւ կարծում են, որ արդեն ծախված են։ Այսքանը, շնորհակալություն։ Հա, 3 հարց տվեցիք։ Առաջի հարցը հաղթանակի մասին։ Դուք ձևակերպեցիք արդեն այն, ինչ որ ես ասեցի, թե ինչ պետք է համարել հաղթանակի։ Ինչքան ժամանակ կպահանջվի դրա համար, դժվար է ասել։ Իսկապես կանխագուշակել բավականին դժվար է։ Չնայած անկեղծ ասած, ես կարծում եմ, որ եթե այն Էլչիբե, երբ որ նոր էր եկել իշխանության եւ այդ գրոհը սկսեց Շահումյանի Մարտակերտի վրա, հիմա որ հետազոտում ես, մենք բոլոր հնարավորություններ ունեինք պաշտպանվելու։ Մի քիչ ավելի լավ կազմակերպված լիներ, մենք պաշտպանվեինք եւ չկորցնեինք Շահումյանը եւ Մարտակերտը, ինձ թվում է արդեն հոգեբանության մեջ ադրբեջանական ղեկավարության ժողովրդի շատ բան փոխված կարող էր լինել։ Ինչու եմ ես այդպես համոզված ասում, որ այդ հաղթանակը, այն ձևը հաղթանակի, որի մասին ասեցի, հնարավոր է։ Շատ բան է նպաստում դրան։ Եվ մեր աշխարհագրական դիրքը, որ Հայաստանը, Արցախը բավականին դժվար է նվաճել, իր տեղանքը այնպիսին է, որ բավականին դժվար է նվաճել, բայց բավականին հեշտ է պաշտպանել։ Դա մեծ նշանակություն ունի։ Երկրորդը, այս պատերազմի ժամանակ այնուամենայնիվ պարզ է հոգեբանությունը զգացվում է, երբ որ խոսում ես ադրբեջանական գերիների հետ, նրանց մոտ այդ իրենց մղում են նվաճողական պատերազմի եւ իրենց մոտ մեծ ցանկություն չկա այդ պատերազմում մասնակցել, բայց արցախցիները, որոնք մասնակցում են պատերազմի, ներքին իրենց ամբողջ
էությամբ են մասնակցում այդ պատերազմի, իրանց համար դա ընտանիք, իրանց հողը պահելու մի պատերազմ է, զավթողական պատերազմ չի։ Հոգեբանական տեսակետից դա շատ մեծ նշանակություն ունի եւ պատմական փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքերում շատ փոքր ժողովուրդ կարողանում է Իրանից մի քանի անգամ գերազանցող ժողովրդին էլ հաղթել։ Երրորդ հարցի հետ կապված այդ ձեր ասած բլյանիզմի հետ այդ հիացմունքները, որ Ադրբեջանը նավթ ունի, չեմ իմանում, այսպիսի հնարավորություններ ունի, ես ձեզ ասեմ, պարզ երևում է, պատերազմը վերջացնելուց հետո Հայաստանում լինելու է այնպիսի տնտեսական թռիչք, որը ոչ մի Ադրբեջան չի կարող ունենալ։ Նավթ ունեցող երկրներից հետ ո՞րն է այդպիսի տնտեսական զարգացում ունեցել։ Մեր նախադրյալները շատ մեծ են, մենք շատ մեծ պոտենցիալ ունենք եւ մարդկային, եւ գիտական, եւ տեխնիկական, եւ արդյունաբերական, եւ հետագա զարգացման, եթե ինձ հարցնեք 10 տարուց հետո, ես համոզված եմ, որ Հայաստանը մի քանի անգամ իր ազգային եկամուտով, իր արտադրանքով բանով գերազանցելու է Ադրբեջանին, այդտեղ հարց չկա։ Չարժի նենց մեր ժողովրդին եւ մեր հանրապետությունը խեղճ պատկերացնել։ Եվ մարտական դաշտում էլ բոլոր լուրջ մարտերի ժամանակ մերոնք հաղթող են դուրս եկել։ Ես ասում եմ, միայն այն հաղթանակներից հետո, երբ որ սկսվեց ներքին պառակտումներ, սկսվեց հանգստացում, դա բերեց նրան, որ մենք հեշտությամբ, ինչ որ իմաստով հեշտությամբ թույլ տվեցինք, որ վերցնեն Շահումյանը եւ Մարտակերտը։ Ես համոզված եմ, որ կարելի էր պաշտպանել նրանք։ Հենց որ ես համոզված եմ մեր հաղթանակի, այդպես կոչված հաղթանակի, այնպես ձևակերպած, ինչպես որ դուք ձևակերպեցիք։ Երկրորդ, ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերական համալիրի վերաբերյալ, դուք գիտեք, որ Հայաստանի տարածքում Խորհրդային Միության համար շատ կարևոր գործարաններ էին գտնվում, որոնք սովետական միության, Խորհրդային Միության ռազմաարդյունաբերական համալիրներ։ Բայց Հայաստանի համար որպես անկախ պետություն նրանք արդեն ռազմաարդյունաբերական նշանակություն այդ գործարաններից մի մասը չունի եւ պետք է ստեղծել նոր արտադրություններ։ Ես հիմա չեմ ուզում մանրամասն դրա մասին խոսել, որտեղ մի մասը դրա գաղտնիք է եւ մյուս կողմից էլ նոր է դա ոտքի կանգնում։ Եվ անկախ պատերազմից, անկախ նրանից պատերազմը երբ կվերջանա, ես կարծում եմ, որ Հայաստանը որպես պետություն ռազմաարդյունաբերական իր համալիրը զարգացնելով մեծ տնտեսական օգուտներ էլ կարող է ստանալ։ Բացի ռազմական օգուտներից մենք ունենք այն գիտական պոտենցիալը, որը հնարավորություն կտա մի ինչ-որ տեղ զբաղացնել այս աշխարհում այդ արտադրանքը տալով։ Ինչ վերաբերում է այդ ձեր ասած բրեանիզմի, ես մասամբ ինձ թվում է պատասխանեցի այդ հարցերին։ Պատերազմի ժամանակ, երբ որ մեկը պարտուղական այդպիսի բաներ էր ասում, պարտուղական տրամադրություններ էր ստեղծում, ես գտնում եմ, որ այդպիսի ոչ թե ես գտնում եմ, բոլոր պետությունները պաշտպանում են իրենց պատերազմի ժամանակ, եթե մեկը սկսում է պարտությունների մասին խոսել, դա քրեորեն դատապարտելի գործ է, ընդհուպ մինչև գնդակահարություն։ Չնայած միշտ էլ պետության մեջ գտնվում են մարդիկ, ազնիվ մտավորականներ, որոնք որ այդպիսի պաթիֆիստական կամ պարտուղական այդպիսի ելույթներ իրանց թույլ են տալիս ունենալ, բայց դա ասենք թե Հայաստանում կարող լիներ Հովանես Թումանյանը, Էյնշտեյններ այդպիսի բան անում։ Ես կընդունեի, եթե հիմա օրինակ Հայաստանում Սիլվա Կապուտիկյանը, Մխիթար Ջերբաշյանը կամ Հակոբ Հակոբյանը այդպիսի ելույթ ունենան, ես կընդունեի, բայց ով է Բլեյան Աշոտը։ Ամեն մարդ, երբ որ մի բան խոսում է, շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն թե ինքը ինչ է ասում, այլ նաև ինչ կյանք է նա ապրել։ Եվ իրավունք ունի ինքը այդ բաները ասելու թե ոչ։ Բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ պատվողական այդպիսի տրամադրություններ ստեղծելը քրեորեն պետք է դատապարտել։ Պատերազմի ժամանակ պետք է մտածել միայն պատերազմում հաղթելու մասին։ Եվ ոչ թե պատվով պարտվելու մասին։ Ես կողմնակից եմ, գիտեք ինչումն է բանը, Բլեյան Աշոտը ելնում է նա ասում է հրաշական գաղափարախոսություն, նա չի հասկացել դա ինչ բան է։ Մեր մտավորականության մեջ երկար տասնամյակների ընթացքում, հարյուրամյակների ընթացքում կերտվել էր այն միտքը, որ մենք առանց Ռուսաստանի այս մասում գոյություն ունենալ չենք կարող, մենք դատապարտված ենք ոչնչացման, մենք երբեք անկախ պետություն չենք լինելու, մենք շրջապատված ենք թշնամիներով եւ այդ թշնամիները մեզ ուզում են ոչնչացնել։ ՀՇ-ում ձևավորվում էր մեկ ուրիշ մոտեցում հարցերին։
որ կարելի է այնուամենայնիվ խաղաղ ապրել այս մահմեդական շրջապատում, կարելի է տնտեսական հարաբերություններ ունենալ, քաղաքական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, եւ դա ճիշտ մտածողություն է, դա պրագմատիկ քաղաքական մտածողություն է, եւ իսկապես մենք կարող ենք անկախ պետություն լինել, մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ եւ Ռուսաստանի հետ, բայց միակողմանի կախման մեջ չլինենք, մենք պետք է հարաբերություններ ունենանք նաեւ մեր հարևանների հետ, Թուրքիայի հետ էլ հնարավոր է հարաբերություններ ունենալ։ Դա լրիվ ուրիշ է այդ գաղափարախոսությունը, բայց ձեր ասած բլեանիզմը դա ուղղակի պարտվողական բանն է, որ պարտվում ենք, եկեք հանձնվենք։ Բայց ինքը ինչ գիտի, մենք պարտվում ենք, չենք պարտվում, ինչ է ինքը տեսել, ինչի մասին է իմանում։ Մի քիչ ավելի շատ խոսացի դրա մասին, քան արժանն էր իհարկե այդ թեման, բայց վերջերս ոնց որ թե շատ է այդ թեման մամուլում շոշափում։ Թեմ երկրորդ խոսափու։ Պետրոսյան, նահանտապան լրատվական կենտրոն, երկու հարց։ Առաջի հարցը, ուրեմն ինձ շատ հետաքրքրում է, որ մի քանի օրից հետո դեկտեմբերի 1-ն է գալիս ձմեռը, ապահոված են արդյոք մեր մարտիկները ամեն ինչով։ Ես նկատի ունեմ հագուստը առաջի հերթին եւ սնունդը։ Դա առաջին հարցն է եւ երկրորդ հարցն է մեր ռազմական դոկտրինայի մասին։ Ինչ փուլի մեջ են այդ աշխատանքները, եթե հնարավոր է պատասխանեք։ Շնորհակալություն։ Առաջինը, հա, դեկտեմբերի 1-ը սկսվում է, ես կարող եմ ձեզ հանգստացնել, որ հագնված ամբողջ այդ զինակոչը եւ նրանք, որոնք արդեն բանակում են եւ նրանք, որ գալու են բանակ, հագնված կլինեն, ասեմ ավելին։ Եթե խոսենք բարոյաքաղաքական մթնոլորտի մասին, այդտեղ իսկապես ես ինքս դժգոհություններ ունեմ, գտնում եմ, որ մեր հեռուստատեսությունը, մեր իշխանությունների տարբեր օղակները պետք է ուրիշ ձևի աշխատեին, այդ մթնոլորտը ստեղծվեին, բայց երբ որ խոսքը գնում է նյութատեխնիկական մատակարարումների եւ մյուս հարցերի մասին, ես ասեմ, որ կառավարությունում պաշտպանության նախարարության առջև կանաչ լույս է վառված եւ ցանկացած պահանջ, որը դրվում է կառավարության առջև, բավարարվում է առաջի հերթին։ Այդ տեսակետից ոչ մի դժգոհություն պաշտպանության նախարարությունը ունենալ չի կարող։ Եվ ես ասում եմ, անկախ նրանից հիմա որոշ պաշարներ կան եւ կառավարության դիրքորոշումը տեսնելով ես համոզված կարող եմ ասել, որ դրսում ես չեմ իմանում ոնց է լինելու, այսինքն կազարմաներից դուրս, բայց բանակում ամբողջ ձմեռ կլինի եւ լույս, եւ ջերմություն, եւ նորմատիվը 850 գրամ հացը կլինի բոլորի մոտ, հագուստը կլինի, այդ ամեն ինչը բանակ, ոնց որ Հայաստանը խորհրդային միությունը մեր կղզի, բանակ այդպիսի մի կղզի կլինի Հայաստանում, այդ ես խոստանում եմ։ Հա, ինչ վերաբերում է դոկտրինայի մասին, այդտեղ բազմաթիվ տպագրված եւ չտպագրված նյութեր կան, բայց մի կենտրոն չկա, որտեղ նստած մշակվի այդ դոկտրինան։ Ես անձամբ հիշում եմ եւ իմ խոսակցությունը ձեր հետ եւ ձեր գրածներն էլ, իսկապես դոկտրինայի տարբեր պատառներ կան։ Ես հիմա դոկտրինան տեսնում եմ ուղղակի հաղթել, դա դոկտրինա չէ իհարկե, բայց այդպես ձևակերպեմ, թողնելով, որ մասնագետների կողմից մշակվի վերջնական դոկտրինան։ Բայց այդ ուղղությամբ ասեմ, լուրջ աշխատանք անհատների կողմից կան, կազմակերպությունների կողմից կան, բայց ընդհանրացված ամբողջական մի ինչ-որ բան գոյություն չունի, մի պատկեր չկա։ Ձեր առաջին խոսակու։ Երկիր օրաթերթ Մամիկոնյան, պարոն նախարար, խնդրեի պատասխանել այն հարցին, թե վերջերս հիշում եք ներքին գործով նախարարը Սիրադեղյանն այստեղ հայտնեց, որ բավական դրամ է հավաքվել, մոտ 100 միլիոնից ավելի իր պահարաններում կուտակված, այդ դրամի ճակատագիրը ձեզ հայտնի է ինչպես է տնօրինվելու դա եւ ներածականում դուք նշեցիք սպաների եւ զինվորների պրոֆեսիոնալների աշխատավարձը, այդ դրամը այդ աշխատավարձի համար է նախատեսված։ Եվ երկրորդ հարցը նորից վերադառնալով ռազմաարդյունաբերական համալիրի թեմային, կխնդրեի ձեր վերաբերմունքը արտահայտել այն իրողությանը, որ նույն ասենք համալիրի հսկաներից Մերգելյանի ինստիտուտը եւ այլ այսպիսի գրանիտը եւ այլն սեփականաշնորհվում են մաս-մաս
Առաջինը, այդ ներքին գործերի նախարարության կողմից հավաքված դրամի վերաբերյալ, հա, 100 միլիոնից ավել էր այդ դրամը, 130-140 միլիոն, հիմա ճշգրիտ չեմ հիշում, երևի, հա։